Փաշինյանը ելույթով է հանդես եկել Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների եւ վարչարարության բարելավման միջոցով խորագրով գործարար աշխատաժողովին, ընդգծել քննարկումը կարևոր է հասկանալու ինչպես են կառավարությունն ու մասնավորը միասին սպասարկում Հայաստանի պետական շահը, այն ըմբռնմամբ, որ պետական շահը տնտեսական զարգացումն է։ Ապրիլի 18-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարի եւ Հայաստանի ազգային ժողովի փոխոսնակ Ռուբինյանի միջև։ ԴԱԳՆ-ն է հայտնել։ Ըստ աղբյուրի ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը շարունակել աջակցել Երևանին եւ Անկարային, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր է Հարավային Կովկասի կայունության համար։ Քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների մի շարք հարցեր, Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխգործակցությունը, այդ թվում 3 գումարած 3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում։ Ֆայլբերիս ընկերությունը սկսում է մեծածավալ ապրանքների անվճար առաքում Երևանում։ Այժմ մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն ունեն պատվիրել կահույք, կենցաղային տեխնիկա, սանտեխնիկա, շինանյութեր, անմիջապես տուն, ներառյալ բարձրահարկ բնակարաններ առանց հավելյալ վճարի։ Վստահ ենք, նոր ծառայությունը կխթանի ինչպես տեղական, այնպես էլ ռուսաստանյան վաճառողների վաճառքի աճը, նշել է Ֆայլբերիսի բեռնային եւ սուրհանդակային առաքման բաժնի ղեկավարը։ Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը, բեկանել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սերժ Սարգսյանի եւ մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության։